Օրեր շարունակ Գորիսը պատրաստվում էր հյուրընկալելու Հայաստանի եւ բարեկամ Ֆրանսիայի բարձրաստիճան պաշտոնյաների, Կարմիր տանիքների քաղաքում ամենուր ազնավուրն էր ու ֆրանսիական շունչը։ Հյուրանոցները լեփլեցուն էին, գորիսյան ձեռագործ աշխատանքներով եւ ուտեստներով լի տաղավարները տեղադրված քաղաքի կենտրոնում։ Համայնքապետարանը ճոխ ընդունելության համար ջանք չէր խնայել։ Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովը Սյունիքի ռազմավարական քաղաքներից մեկն էր բերել 200-ից ավելի ֆրանսիացիների։ Համագործակցության ապակենտրոնացումը սկսվում է Գորիսից, օրինակ դառնալով մյուս մարզերի ու քաղաքների համար։ Հայաստանի արտաքին գործերի, Ֆրանսիայի ու Եվրոպայի արտաքին գործերի, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների, էկոնոմիկայի, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունների եւ Սյունիքի մարզպետի աշխատակազմի համատեղ ջանքերով կազմակերպված համագումարը կարեւոր էր ու անհրաժեշտ։ Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունները մի նոր մակարդակի վրա են դրվում։ Գորիս-Վիեն հարաբերությունների հիման վրա ստեղծված եւ զարգացած այն հարաբերությունները, որը բերեց Տաթևում կնքված հուշագրի արդեն Սյունիք Օվեն-Ռոնալ, որից հետո արդեն Լիոնում մնացած բոլոր համայնքների քույրացման փաստաթղթերը եւ այդ ակտիվությունը, որը կա, դրա հաջորդ քայլը տրավաբանական պիտի լիներ սա եւ սա ուղղակի process-ի մի փուլում ենք, սա ունենալու է նաեւ շարունակություն։ Համաժողովը սկսվեց լիագումար նիստով, որի բացմանը ողջունի խոսքով հանդես եկավ նաև մարզի ղեկավարը։ Ռոբերտ Ղուկասյանը շեշտեց, Սյունիքի եւ Ֆրանսիայի Օվեն-Ռոնալբ ռեգիոնի քույր մարզերի գործընկերային հարաբերությունները այսուհետ ընդլայնվում են։ Առաջիկայում նորանոր ծրագրեր կյանքի կկոչվեն կրթության, առողջապահության եւ մշակույթի ոլորտներում։ Արդեն իսկ շոշափելի արդյունքներ կան կրթական բնագավառում։ Սյունիքից տասնյակ ուսանողներ բոլոր քաղաքներից, ովքեր սովորում են ֆրանսիական համալսարանում, իրենք հերթականությամբ գործողում են Ֆրանսիա, այնտեղի բուհեր եւ այդ համատեքստում իրենք ուսմանը զուգահեռ նաև պարտավորվածություն ունեն օգնելու կոնկրետ քույրացման գործընթացում երկու համայնքների միջև հարաբերություններին։ Հայաստան-Ֆրանսիա համաժողովը ընդլայնված կազմով է անցկացվում, որին ներկա են 50-ից ավելի համայնքների ներկայացուցիչներ, սա ողջունելի փաստ է։ Տարածքային մակարդակում կան բազմաթիվ խնդիրներ, իսկ Ֆրանսիան կառավարման հարցում շատ լավ փորձ ունի, ընդգծեց Դավիթ Խուդատյանը։ Մենք տնտեսական համագործակցության ենք զարգ տվել, ռազմավարական նշանակության տարբեր համագործակցության ենք զարգ տվել։ Պիտի ուրախությամբ ընդգծեմ, որ Սյունիքի մարզում մեր ճանապարհաշինական կարևոր նախագծերից մեկում առաջիկայում կներգրավի ֆրանսիական հայտնի կազմակերպություններից մեկը, ով շատ մեծ հավանականությամբ կիրականացնի հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Բարգուշատի թունելի կառուցումը։ Մենք այս պահին բանակցությունների գրեթե ավարտական փուլում ենք։ Ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովին զուգահեռ տարբեր ոլորտներին առնչվող պանելային 4 քննարկումներ ընթանում, որոնք եւս ոչ պակաս հետաքրքիր էին։ Օրվա նշանակալի իրադարձությունը իհարկե Գորիսում պատվո հյուպատոսական գրասենյակի բացումն էր։ Ինչով է կարևոր ֆրանսիական ներկայացուցչությունը ռազմավարական Գորիսում եւ ինչ գործառույթ կիրականացնի ընդամենը մեկ աշխատակցով գրասենյակը։ Փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը լրագրողների հարցերին հակիրճ պատասխանեց։ Հաշվի առնելով, որ պատվո հյուպատոսի գրասենյակի մասն է խոսքս, այստեղ առավելապես քաղաքական ներկայացության եւ սիմվոլիկ նշանակության մասն է խոսքը գնում, հյուպատոսական գործունեություն որպես այդպեսին օրինակ վիզաների տրամադրում, եթե ես չեմ սխալվում, չի նախատեսվում։ Իսկ թե ինչու գլխավոր հյուպատոսության փոխարեն Գորիսում բացվեց հյուպատոսական գրասենյակ, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը բացմանն ընդգծեց, Գորիսում բավարար թվով ֆրանսիացիներ չեն ապրում, եւ սա ավելին է, քան հյուպատոսությունը։ Առանձնահատուկ հուզմունքով եմ կանգնել ձեր առջև, այսօրվանից կատարելու եմ Գորիսում Ֆրանսիայի պատվո հյուպատոսի պարտականությունները։ Գորիսը եւ Վիենը 1992 թվականից ունեն բավականին սերտ կապեր։ Համաձայնագրի ստորագրումից հետո երկու քաղաքների համագործակցությունը բավականին ծրագրեր է կյանքի կոչել։ Այս գործում կարևոր հենասյուներից էր ֆրանկոֆոն կենտրոնի ստեղծումը եւ տարբեր կրթական հաստատությունների ֆրանսերեն դասավանդողները։ Սա ավելին է, քան հյուպատոսությունը, քանի որ պատվո հյուպատոսությունում լինում են գործողություններ։ Սա մի վայր է, որտեղ այցելելու են տարբեր նպատակներով Հայաստան եկած ֆրանսիացիները, ովքեր գալիս են օգնելու եւ գործելու այստեղ։ Ձեզ, Կարմեն, նշանակելով պատվո հյուպատոս Գորիսում, ուղղակի օրինականացնում ենք ձեր դերը, որովհետեւ այն ֆրանսիացիները, ովքեր գտնվում են Գորիսում, վթարի են ենթարկվում կամ այլ խնդիրների բախվում, միշտ դիմում են ձեզ։ Սիրելի Կարմեն, մեզ համար մեծ պատիվ է ձեզ հյուրընկալել մեր թիմում։ Դուք Ֆրանսիայի առաջին պատվո հյուպատոսն եք Հայաստանում։
Սյունիքում սա արդեն երկրորդ աշխարհաքաղաքական ներկայացությունն է, առաջինը Իրանի գլխավոր հյուպատոսարանն է, որը բացվեց մի քանի տարի առաջ Կապանում։ Տևական ժամանակ է արդեն խոսվում են նաև երրորդ ռուսական կողմի հյուպատոսարան ունենալու մասին։ Լրագրողների հարցին, թե ինչն է խոչընդոտում գործընթացին, փոխնախարարը պատասխանեց. Խոչընդոտներ չունեն, գործընթացը բնական հունով շարունակվում է, երբ բացվի եւ եթե բացվի, բոլորը բնականաբար կտեղեկանան դրա մասին։ Իսկ թե ինչ են տալիս հայ-ֆրանսիական բարեկամական կապերը տեղացիներին, վարպետ Ալբերտ Պապը արդեն իսկ զգացել է սեփական գրպանի վրա։ Գոհ է, քաղաքաշուժացել է, Գորիսը կրկին արթնացել ու դռները բացել է զբոսաշրջիկների առջև։ Իրանք տուրիստները մանավանդ ֆրանսիացի սիրում են մի բան վերցնեն, տունը իրանք օգտագործելու համար կենցաղում, ոչ թե ասիկը ինձ բան են վերցնում, օգտագործեն։ Ու միշտ հիշը իրաքին ինձ ասել, ասում որ ամեն անգամ որ օգտագործում ենք, դեզիկի հիշենք, իրաց լեզով էլի, հա։ Ինձ հաճելի է, չէ մեկը ինչ որ հեռավորության վրա ինձ հիշում է։